Վերջերս կրթության նախարարության կողմից հարցում էր իրականացվել եւ փաստացի ուսանողության երիտասարդության հիմնական խնդիր նշված էր աշխատանքի բացակայությունը եւ մեզ համար փաստացի նման միջոցառումը ել ավելի է կարեւորվում, քանի որ ուսանողությունը երիտասարդությունը իրենց խնդիր որպես առաջինը նշում է աշխատանքը եւ այս միջոցառումը հնարավորություն է տալու շատ ուսանողների ու երիտասարդների գտնեն աշխատանք, մեթոդները հասկանան, թե ինչ մեթոդներով կարող են դիմել, որ կազմակերպություններին կարող են դիմել, իսկ կազմակերպությունները մոտ 60 այսօր ներկայացնելու են այն թափուր աշխատատեղերը, որոնք հենց այսօրվա ուսանողության, այսօրվա երիտասարդության համար են։ Այս միջոցառումը համալսարանների համար ունի նաև հակադարձ չափազանց կարևոր նշանակություն։ Համալսարանները ուշադիր հետևում են գործատուների կողմից ուսումնական պլանների եւ առարկայական ծրագրերի վերաբերյալ կատարված դիտողություններին, որտեղ արտադրական պրակտիկաների ընթացքում շրջանավարտների 1-2 տարվա աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ առարկայական ծրագրերում եւ ուսումնական պլաններում համալսարանները նույնպես ճշգրտումներ մտցնելու կարիք ունեն։ Նորագույն առարկաներ, որոնց դասավանդումը արդեն քիչ նշանակություն ունի ավելի քան նախկինում ուներ։ Աշխատանքի համար եք դիմել։ Ագրոէկոլոգի։ Փորձ ունեք, թե դեռ ոչ։ Դեռ ոչ, ուսանող եմ։ 4-րդ։ Հիմնական դժվարությունը ո՞րն է ձեզ համար սկզբում աշխատանք գտնելու։ Որ բոլոր կազմակերպությունները աշխատանքային փորձ են ուզում։ Ինչ եք առաջարկում ուսանողներին։ Ուսանողներին առաջարկում ենք այս պահին մեր կազմակերպությունում գտնվող թափուր աշխատատեղերը, դրանք են մարկետոլոգ, կիսաֆաբրիկատների եւ պահածոների մասնագետ, վաճառողի, շուկայի զարգացման պատասխանատու, շուկայի վերլուծող։ Քանի որ մենք հիմա գտնվում ենք Ագրարային համալսարանում, որը ունի նաեւ մսամթերքի տեխնոլոգիա բաժինը, հետեւաբար կցանկանայինք համապատասխան կադրերին ներգրավել մեր կազմակերպությունում։ Ինչ աշխատանքի համար եք դիմում։ Ավելի շատ ինչ-որ ֆինանսական գծով յուրաքանչյուր աշխատանք, որովհետև մասնագիտությունս ֆինանսների կառավարումն է։ Փորձ ունեք։ Այո։ Առհասարակ ուսանողի համար դժվարություն ինչու՞ է կայանում գործ գտնելու հարցում։ Ավելի շատ մի դրույքով աշխատելու համար երևի, այսինքն ուսանողի վիճակի չի մի դրույքով աշխատի։ Մասնագիտություն ընտրելիս դա հաշվի առել եք հետագայում աշխատանք գտնելու դժվարություններ ու բարդություններ։ Դե իհարկե, այո, որտեղ այսօր միայն Հայաստանում պահանջվում է ֆինանսիստը, առաջին տեղն է գրավում։ Դե այդ առումով փորձել ենք մենք գտնել մեր տեղը այս Հայաստանում էլի։ Այս պահի դրությամբ ճիշտն ասած կարևոր չի մասնագիտական աշխատանք կլինի թե ոչ, կարևորը որ կարողանամ փորձ ձեռք բերել հետագայում ավարտելուց հետո աշխատելու համար։ Ես կարծում եմ, որ պետք է համատեղել աշխատանքը եւ ուսումը, որովհետեւ դու սովորում ես տեսական, բայց չես կարողանում կիրառել այն, ինչ սովորում ես։ Ամեն դեպքում շատ անհրաժեշտ է ուսման ընթացքում աշխատելը։ Ռեզումեն եմ լրացնում արդեն։ Այս աշխատանքը ինձ հետաքրքրեց շատ, գործավարուհու աշխատանք է։ Դեռ չեմ գտել իմ մասնագիտությամբ աշխատանք, չկա աշխատաշուկայում, ես ունեմ ագրոնոմիական մասնագիտություն։ Ներկայացնում ենք հասարակական կազմակերպություն, որը հավաքագրում է երիտասարդ մասնագետների, վերապատրաստում եւ տեղավորում դպրոցներում աշխատանքի որպես ուսուցիչ։ Այն դպրոցներում, որտեղ իրոք խիստ կարիք կա լավագույն երիտասարդ մասնագետների։ Աստորեն ձեզ մոտ աշխատանքային փորձ որպես այդպեսին պարտադիր չէ։ Մեզ մոտ աշխատանքային փորձառություն որպես այդպեսին պետք չէ։ Գրում եմ, որ իմ մասնագիտությունը ճիշտ է մտրել, շատ լավ մասնագիտություն է, կարող եմ աշխատանք գտնել։ Որ մասնագիտության մասն է խոսքը։ Հաշվապահություն աուդիտ։ Այսօր փորձում ենք փոքրիկ հետազոտություն անել, թե արդյոք ինչքանով են ուսանողները գոհ կամ դժգոհ իրենց մասնագիտությունից, նրանց խնդրում ենք թերթիկների վրա գրել իրենց մասնագիտությունը եւ ըստ իրենց վերաբերմունքի փակցնել գրատախտակին, ինչպես տեսնում եք, հələ որ դժգոհություններ չկան, տեսնենք ինչ կստացվի հետազոտության արդյունքում։ Ուսանողները հիմնական լավատես են։ Այո։